Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն դեկտեմբերի 3-ն է։ Երեկ մենք փորձեցինք քննարկել, թե ինչ փաստաթուղթ էր ստորագրվել Հայաստանի եւ Եվրամիության միջև, խոսքը ռազմավարական հարաբերությունների ձևավորման մասին է, փոքր հոգնած էինք, այսօր այդ հարցին կրկին կանդրադառնանք ավելի թարմ գլխով, ինչպես նաև կանդրադառնանք ուրիշ շատ կարևոր հարցերի, որոնք որ նույնպես վերաբերվում են Հայաստանին, հետաքրքիր տեղեկություններ ունենք, որոնք որ վերաբերվում են Թուրքիային եւ կպատասխանեմ մի երկու հարցերի, որոնք որ համարեցի, որ շատ կարևոր են մեկնաբանությունների մեջ, ինչպես նաև հետո կանդրադառնանք միջազգային հարցերին։ Սկսենք կրկին 3 ստորագրված փաստաթղթից Եվրամիության եւ Հայաստանի միջև։ Աննախադեպ շատ կարևոր փաստաթուղթ է, փաստացի համապարփակ համագործակցությունից արդեն ռազմավարական հարաբերությունների է անցնում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ, ու դա ոչ միայն Հայաստանի համար է կարևոր, այլ նաև Եվրամիության համար է շատ կարևոր։ Երեք մենք խոսեցինք, թե ինչ կետեր կան այդ փաստաթղթում, ըստ հայտարարությունների, մենք հիմնվում ենք հայտարարությունների վրա, եւ փաստացի երեկվա հաղորդման մեջ ես ուղղակի մոռացա ասել, որ շատ կարևոր բաղադրիչ մի մաս կա, որը որ վերաբերվում է ռազմական համագործակցությանը, կոնկրետ անվտանգությանը, սակայն Մարտակոսի հայտարարությունները Եվրամիության ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատարի, որ տասնյակ միլիոն եվրո է հատկացվելու Հայաստանին հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու, Ռուսաստանի դեմ նաև հիշատակումը, անկեղծ ասած այդ հայտարարությունը լավ չէր այն առումով, որ այդ հայտարարությունը նաև տեսնում են ռուսները, եթե ներքին քննարկումների ժամանակ արվում են այդպիսի հայտարարությունները, որովհետեւ խնդիր չեմ տեսնում, շատ լավ է, որ արվում են, կոնկրետ քննարկում են եւ իրականությունը այն է, որ հիբրիդային պատերազմ է մեղվում ընդդեմ Հայաստանի եւ դա գալիս է Ռուսաստանի կողմից, բայց որ այդպիսի հայտարարություններ են անում բաց է, բայց թե նրանք ինչ, իրենք որևիցե խնդիր չեն ունենում դրանից, իսկ Հայաստանի Հանրապետությունը ունենում է եւ այս առումով կարեւոր է նկատել, որ այդ հայտարարությունը իօքուտ մեզ չի արվել, միանգամից ռուսական լրատվամիջոցները տեսել են դա եւ սկսել են հրապարակել ու սկսում են արդեն Հայաստանը կրկին համեմատել Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, ինչը բնականաբար անընդունելի է։ Կոչս այն է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հանդիպումների ընթացքում եվրոպացի իրենց գործընկերների հետ անպայման խնդրեն մի ձև հասկացնել, որ նման հայտարարություններ պետք չի անել, փողը պետք է հատկացնել, կոնկրետ գործը պետք է արվի, որպեսզի Հայաստանը կարողանա հակազդել հիբրիդային այդ պատերազմի գործիքներին, որոնք որ ուղղվել են ընդդեմ Հայաստանի, բայց հրապարակային հայտարարություններով միայն ու միայն բարդացնում ենք մենք իրավիճակը։ Դա մեկ։ Մնացածի մասով որևիցե նկատողություն չունեմ, ուղղակի հրաշալի, հիանալի փաստաթուղթ է եւ շատ կարեւոր է Եվրամիության հետ ռազմավարական հարաբերությունների ձևավորումը շատ կարեւոր է, որ այնտեղ հասկացողություն կա, որ պետք է խորացնել նաեւ ռազմական առումով համագործակցություն, անվտանգային առումով նաեւ կարեւոր է էներգետիկ անվտանգության հարցը, այստեղ եւս մեկ կարեւոր խնդրի եմ ուզում անդրադառնալ եւ դա տեսա մեկնաբանության մեջ, երբ որ ասեցի, թե Թուրքիայի էլեկտրական ցանցերի հետ է ապագայում միացվելու նաեւ հայկական էլեկտրական ցանցը, շատերը կարող են մտածեն, որ ահա թուրքերին է հանձնվում ինչ որ մի բան, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ասեմ հետեւյալը, որ տարբեր երկրներ իրար միջև ունեն նման տեսակի կապեր եւ դա կապված է նրա հետ, որ եթե ինչ որ գլոբալ խնդիր առաջանա երկրում էներգետիկ առումով, ինչ որ աղետալի իրավիճակ եւ հոսանքազրկում է, ասենք Երևանը կամ այլ մեծ քաղաքներ, ապա դա նշանակում է այն, որ միանգամից ավտոմատ կերպով Թուրքիայից էլեկտրական էներգիա է մատակարարվելու Հայաստանին, Վրաստանից եւ նաեւ հակառակն է լինելու, երբ որ Վրաստանում ասենք լուրջ ինչ որ խնդիրների պատճառով էլեկտրական անջատումներ են առաջանում, միանգամից Հայաստանից էլեկտրոէներգիա է ներմուծվում Վրաստան կամ Թուրքիա։ Սա դա է նշանակում եւ նույն ժամանակ այդ բոլոր էլեկտրական ցանցերը, որ կապվում են իրար տարածաշրջանում, դա միայն ու միայն ավելացնում է քո
էներգետիկ անվտանգություն։ Դա չի նշանակում, որ մենք հիմա սկսելու ենք Թուրքիայից էլեկտրական էներգիա գնել մեծ քանակությամբ, թուրքերը իրենք էլ չունեն, հակառակ process-ն է, ես որքան տեղյակ եմ, տեղի ունենում, նույնը նաև Վրաստանի մասով։ Դրա համար պետք չէ այդ հարցի շուրջ ինչ որ մեծ փոթորիկ առաջացնել, որևիցե տրամաբանություն չեմ տեսնում այդ հարցին, այդքան ինչ որ մեծ բացասական ուշադրություն հատկացնել, քանի որ չկա նման ինչ որ բացասական պահ այդ ամենի մեջ։ Ինչ վերաբերվում է Թուրքիային եւ Հարավային Կովկասին, Հայաստանին ու Ադրբեջանին, հետաքրքիր հայտարարություն է արել կրկին նույն հանձնակատարը Մարտակոսն, ասել է, որ Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրական ծովի եւ Սև ծովի տարածաշրջանի համար իրենց կայունության կարևոր գործընկերն է, նաեւ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից, ասելով, որ Եվրամիությունը ակտիվացնելու է իր դերակատարությունը նաեւ այդ ուղղությամբ, դե ինչ բնականաբար շատ ողջունելի է, եթե Եվրամիությունը կարողանա նպաստել եւ մենք հասնենք նրան, որ Ադրբեջանը անհեթեթ պահանջներ այլևս չներկայացնի Հայաստանի Հանրապետությանը, իրոք շատ կարևոր կլինի մեզ համար եւ ի վերջո ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ահռելի մեծ, նույնիսկ անշրջելի դերակատարություն ունեցան այս process-ի մեջ։ Հիմա եթե Եվրոպան կարողանա օգնել, որպեսզի խաղաղության պայմանագիրն էլ վերջնական ստորագրվի, դրական մեծ քայլ կլինի դա ամբողջ տարածաշրջանի համար։ Հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև Bloomberg-ը։ Bloomberg-ը գրում է, որ Թուրքիան քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում ցամաքային սահմանի վերաբացման հարցը Հայաստանի հետ։ Կարծում եմ Bloomberg-ը դատարկ տեղը ոչինչ չի հրապարակում եւ հուսանք, որ այդ ամենը համապատասխանում է իրականության, բայց մենք խոսել ենք, թե ինչ խոչընդոտներ կան, որպեսզի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, բայց այցելը միշտ շատ են եւ քաղաքականությունը ամեն օրվա ռեժիմով փոփոխություն է կրում։ Թուրքիայում հիմա շատ լավ հասկանում են, որ հնարավոր է արդեն ավարտին է մոտենում ռուս-ուկրաինական պատերազմը, այսինքն շատ ակտիվ բանակցություններ են, չնայած որ դրանք հիմա կարծես մեծ հաշվով ոչինչ չեն տվել։ Երեկվա բանակցությունների մասին է խոսքը Մոսկվայում, այդ հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց մտավախություն կա, որ կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունը շրջվելու է դեպի Հարավային Կովկաս, երբ որ ձեռքերը ազատվեն Ուկրաինայի մասով, եւ այդ ժամանակ արդեն Թուրքիայի դերակատարությունը ավելի կթուլանա Հարավային Կովկասի վրա, եթե հիմա արդեն ոչինչ չձեռնարկեն։ Եվրոպացիները նույնպես են դիտում իրավիճակը, այսինքն Եվրամիությունը դիտարկում է, որ Թուրքիան կարևոր իրենց գործընկերն է, որպեսզի Թուրքիայի միջոցով նաև գան Հարավային Կովկաս։ Ճիշտ է, իրենք առանձին կապ ունեն Հարավային Կովկասի հետ, Սև ծովով, Վրաստանի միջոցով, Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, սակայն իրենց համար անչափ կարևոր է, որ ոչ միայն Վրաստանով, այլ նաև Թուրքիայով ունենան այդ կապը, դա միանգամայն ավելացնում է եվրոպացիների հնարավորությունը եւ թե Թուրքիային եւ թե Եվրամիությանը ձեռնտու է, որպեսզի այդ կապը ոչ թե թուլանա, այլ ավելանա։ Դրա համար հնարավոր է թուրքերը ադրբեջանցիների հետ լեզու գտնեն այդ հարցի շուրջ եւ ես չեմ բացառում, որ հա, իրոք բացվի հայ-թուրքական սահման։ Այսինքն կան պահեր, որոնք որ խոչընդոտում են հայ-թուրքական սահմանի բացմանը, նույն Թուրքիայի ներսում էլ կան այդ խնդիրները, կան հարցեր, որոնց պատճառով որ իրենց ձեռնտու չէ բացել հայ-թուրքական սահմանը, բայց կան էլի մի շարք հարցեր, որոնցով որ Թուրքիային շատ էլ ձեռնտու է բացել հայ-թուրքական սահմանը, քանի որ եթե չբացեն, կարող է հայտնվեն իրենք ընդհանրապես խաղից դուրս։ Եվ Եվրամիությունը նույնպես դրա համար ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ իրենք էլ թուրքերը հասկանում են, որ եթե ուզում են ինչ-որ մի ձևով դերակատար լինել Հարավային Կովկասում, նույն թեկուզ Ադրբեջանի մասով շարունակեն պահպանել իրենց կարևոր դերակատարությունը, ապա պետք է կարգավորեն հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն ամեն ինչ իրար հետ կապված է, տարածաշրջանի երկրները իրար հետ կապված են եւ Հայաստանը այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի։ Դրա համար ես չեմ բացառում, որ սահմանը բացվի հայ-թուրքական։ Հայաստանի մասով կարող եմ ասել, որ հետաքրքիր նաև այսօր հայտարարություններ են հնչել
Հայաստանի ազգային ժողովում կրկին հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմնականում Արցախի շուրջ էին բոլոր քննարկումները, բյուջեի քննարկումները, պարզ ասում է Փաշինյանը, թե ուր են ծախսվում բյուջեի ահռելի գումարները, արդեն պահելու ոչինչ չկա, 4 միլիարդից ավել ծախսվել է զենքի, ծախսվում է նաև էլի կրկին զենք զինամթերք ձեռք բերելու, բանակ ամրապնդելու ուղղությամբ, այսինքն բոլոր այն մեղադրանքները, որոնք որ հնչում են Հայաստանի ընդդիմության կողմից, դրանք ուղղակի չեն դիմանում որևիցե լուրջ քննադատության եւ այն հրապարակված փաստաթղթերը եւս դրա վառ վկայությունն են։ Ու կարևոր է այստեղ նշել, որ Կտրիչ Ներսիսյանը, այս արդեն հոգևոր թեմաներին անցնենք սահուն, կրկին շարունակում է իր քաղաքականությունը, հերթով կարգալուց անելով իրեն ոչ հարմար քահանաներին։ Ասեմ, որ ավետարանում էլ է գրված, որ անտեսված քարերը կարող է անկյունակար դառնան, եւ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, այն բոլոր կարգալույց հռչակված քահանաները ավելի մեծ դերակատարություն կունենան վաղը հայ առաքելական եկեղեցու կրկին վերանորոգման, շինարարության գործում։ Քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ գրեթե ավերակների են հասցրել հայ առաքելական եկեղեցին այդ մի խումբ անձինք, եւ դա շատ լավ գիտե նաև հայ ժողովուրդը։ Տեղեկություններ կան, որ հիմա Կտրիչ Ներսիսյանը մեկնում է Շվեյցարիա, դրանից հետո նաև այցելում է Ֆրանսիա, այսինքն ուզում է ցույց տալ, որ իր վրա այս ամենը չի ազդում, ինչ տեղի ունենում Հայաստանում, այնտեղ էլ ուզում է ստանալ աջակցություն, բայց տեսնենք, այս դեպքերը անխուսափելիորեն կհանգեցնեն նրան, որ ինքը ստիպված կլինի հրաժարվել զբաղեցնելու հայ առաքելական եկեղեցու առաջնորդի պաշտոնը, կհրաժարվի կաթողիկոսի աթոռից։ Հիմա ինչն է կարևոր եւ ինչից պետք է մենք սկսենք քննարկելու միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերը։ Երեկվա հայտարարությունները Վլադիմիր Պուտինի իմ մոտ իրոք շատ լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ ես տեսնում եմ հստակ, որ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը կտրուկ ձևով շատ է փոխվել ընդդեմ Եվրոպայի։ Շատ սուր հայտարարություններ, որոնք որ մեզ հուշում են այն մասին, թե պատերազմը դժվար է ավարտվի եւ դրա համար այդպիսի հայտարարություններ են արվում, այսպիսի կարևոր ժամանակահատվածում, երբ որ Վիտկոֆը Կուշների հետ գտնվում էր Մոսկվայում եւ բանակցություններ էր վարում, փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չեն արձագանքում այդ հայտարարություններին, ճիշտ է Պուտինը այնպես էր ասում, թե իբր Եվրոպան կարող է հարձակվել Ռուսաստանի վրա, Եվրոպան ուզում է պատերազմ եւ իրենք պատրաստ են այդ պատերազմին, նաեւ հստակ հասկանում է, որ իրենք պատրաստ են նաեւ հաղթանակ տանել այդ պատերազմի պարագայում ընդդեմ Եվրոպայի, ամերիկացիները լուր են, նույնիսկ Մարկո Ռուբիոն չի մասնակցում ՆԱՏՕ-ի կարևորագույն հավաքին, նման բան շատ վաղուց տեղի չէր ունեցել, թե չեմ սխալվում 99 թվականից հետո, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարները պետքարտուղարը չի մասնակցել նման կարևոր հավաքի, այն էլ այս ճակատագրական վճռորոշ պահին, եւ դա ստիպում է եվրոպացիներին ավելի շատ մտածել սեփական անվտանգության մասին, հստակ տեղեկություններ ենք ստանում, նոր չեն, բայց կրկին կարևոր է այս մասին խոսել, որ Գերմանիան արագ կերպով ռազմականացվում է, նույնն է անում նաև Ֆրանսիան, եւ այն տարիները սառը պատերազմից հետո, երբ որ իրենք լճացել էին, արդեն փորձում են արագ արթնանալ եւ ուշքի գալ, որպեսզի կարողանան հակազդել հնարավոր պատերազմին։ Եվ ահա այստեղ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է ձևավորում այս պահին կոնկրետ Եվրամիության հետ։ Դրա համար մենք իրոք պետք է շտապենք, կարևոր փաստաթղթեր կնքենք, բայց նույն ժամանակ չափազանց զգույշ լինենք, չափազանց զգույշ հայտարարությունների մեջ։ Դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, որ իմ մոտեցումը նման չէ ոչ այն մուսուլմանների հայտարարություններին, ոչ էլ այն շատ եվրոպասերներին կամ շատ ամերիկասերներին։ Ես ուզում եմ միշտ, որ մենք բոլորս առաջնորդվենք մեր ազգային ու պետական շահերով, տեսնում եմ Հայաստանի տեղը Եվրամիության մեջ, ինչպես նաև Վրաստանի տեղը Եվրամիության մեջ, բայց նույն ժամանակ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ կատաղած գազանը չհարձակվի նաև մեր վրա։
մենք պետք է խուսափենք շատ սուր եւ կոշտ հայտարարություններից, նույն ժամանակ շատ կարեւոր աշխատանք տանել ամրապնդելու համար մեր անվտանգությունը։ Պարզ է կարծում եմ շատ-շատերի համար, որ Ռուսաստանը հատկապես վերջին 5 տարիների ընթացքում շատ հակահայկական կեցվածք գործեգարեց, դրա համար մենք կորցրեցինք նաեւ Արցախը, շատ քիչ էր մնացել, եթե այդպես շարունակվեր մենք կարող էինք կորցնել նաեւ Սյունիքը եւ ընդհանրապես մեր պետականությունը։ Փառք Աստծո, այսօր կարողացանք այդ վտանգները մի փոքր չեզոքացնել, լրիվությամբ այդ վտանգը չի հեռացել, բայց շատ բան է փոխվել։ Շատ բան է փոխվել նաև այն պատճառով, որ Ադրբեջանում նույնպես հասկանում են, որ իրենք եւս խնդիր ունեն իրենց անկախությունը պահելու հետ կապված։ Վրաստանում նույնպես այդ հասկացողությունը կա, բայց մի փոքր հակառակ ուղղությամբ է, քանի որ Եվրամիության հետ բարդացել են հարաբերությունները, քանի որ Եվրոպայում էլ կային ուժեր, որոնք որ իրենց շահերից առաջնորդվելով հայտարարություններ էին անում, դա էլ կարող է նաև վնասել ինչ-որ միտեղ Վրաստանի ազգային ու պետական շահին, ես այդպես եմ մտածում, այսինքն ամեն ինչ միանշանակ այդպես էլ չէ, կան սխալներ, թե Վրաստանի իշխանությունների մոտ, կան սխալներ, թե եվրոպացիների մոտեցումների մեջ, ամերիկացիների, ես չեմ ուզում, որ մենք նույն սխալները կրկնենք, որոնք որ թույլ են տվել Վրաստանի նախկին իշխանությունները, ներկա իշխանությունները սխալներ են արել։ Ուկրաինայի իշխանությունները, Մոլդովայի, մենք ունենք մեր ճանապարհը, հստակ մեր ճանապարհը եւ չեմ ցանկանում համեմատել մեր իրավիճակը եւ մեր մոտեցումները Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ, ընդհանրապես զուգահեռներ պետք չի տանել, ընդհակառակը միշտ պետք է հեռու մնանք այդ զուգահեռները անցկացնելուց, ուղղակի իրենց սխալների վրա պետք է սովորենք եւ առաջ ընթանանք։ Այսինքն այն գործընթացը, որը որ հիմա տեղի ունենում Եվրամիության հետ, չափազանց դրական է, բայց նյուանսներ կան այստեղ եւ պետք է շտապենք, խելացի մոտենանք եւ նույն ժամանակ չանենք այնպիսի հայտարարություններ, որոնք որ ավելի շատ կգրգռեն Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք չգիտենք թե ինչպիսի ավարտ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը, մենք հստակ տեսնում ենք թե ինչպես է վարվում Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ, փառք Աստծո, մեզ հետ ամեն ինչ այլ ձև է այս պահին եւ այն ստորագրվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին մեծ հույսեր է մեզ տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամրապնդել է իր ներկայությունը Հարավային Կովկասում, Հայաստանում, Ադրբեջանում։ Հիմա կարևորը այն է, որ այս սկսված գործընթացը անխափան եւ անխոչնդոտ ընթանա, հարթ ընթանա եւ մենք կարողանանք խորացնել մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ եւ ավելի անկախ դառնա մեր տարածաշրջան։ Սա է կարևորը եւ սա է իմ ցանկությունը եւ այդ փաստաթուղթը, որը որ ստորագրվեց, կրկնեմ, Եվրամիության հետ, ես հույս ունեմ միայն ու միայն այդ նպատակներին է ծառայելու եւ դրա համար այս ոճի հաղորդում եմ անում, որովհետեւ գիտեմ, որ շատերը նաեւ իշխանության մեջ հետևում են մեր հաղորդումներին եւ մեկ անգամ եւս պետք է հիշեցնեմ, որ կարևոր է առաջնորդվել մեր ազգային ու պետական շահերով, որպիսի մնացած հարևանների, գործընկերների սխալները մենք հանկարծ չիրականացնենք։ Վճռական գնում ենք դեպի Եվրամիություն, վճռական խորացնում ենք հարաբերությունները նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց անում ենք ամեն ինչ հնարավորինս քիչ գրգռելու Ռուսաստանի Դաշնությանը։ Միևնույնն է կգրգռվեն, միևնույնն է ուժեղացնեն հիբրիդային պատերազմը ընդդեմ Հայաստանի, ես համոզված եմ դրանում, բայց շատ բան մեզանից է կախված, մենք պետք է ավելնոտ տեղը չգրգռենք Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը իր հայտարարություններով պատրաստվում է հստակ հայտարարությունից այդպես է դուրս գալիս պատերազմի ընդդեմ Եվրոպային։ Երեկվա Պուտինի կրկնեմ հայտարարությունը կոնկրետ Եվրամիությանը թշնամի հռչակելու մասին էր եւ կոնկրետ ռազմական բախման մասին էր։ Վաղը եթե տեղի ունենա ռազմական բախում եվրոպական երկրների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ եւ պարզ չէ թե ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կարձագանքի թե չէ, չնայած ես հակված եմ կարծելու, որ մեծ հավանականությամբ տոկոսներից արիք չխոսենք ՆԱՏՕ-ն անպայման կխառնվի կարձագանքի, խոսքը նաեւ Միացյալ Նահանգների մասին է, բայց այդպես ամեն ինչ միանշանակ էլ չէ, դրա համար մենք պետք է ամեն ինչ շատ լավ հաշվարկենք, որպեսզի այս խաղի արանքում կարողանանք ամրապնդել մեր ինքնիշխանությունը։ Այս տարածաշրջանում
հստակ շահեր ունի նաև Իրանը, հստակ շահեր ունի Թուրքիան, հստակ շահեր ունի Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, նաև Չինաստանը, եւ մենք պետք է կարողանանք խաղալ այդ բոլորի միջև, տանելով մեր երկիրը դեպի լույս, ոչ թե դեպի խավար։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Խավարը որտեղում է գտնվում լույսը, որտեղում է գտնվում, բայց լույսի հետ էլ պետք է զգույշ լինել, կարող է այդ լույսը նաև վառել։ Դրա համար շատ գրաքետ ձևով պետք է մենք կամաց խորացնենք հարաբերությունները Եվրամիության հետ, առանց այնպիսի շարժումներ անելու, որոնք որ միանշանակ կվնասեն մեր երկրին։ Հասկանում եմ, որ այսպիսի ոճով, երբ որ այս հաղորդումներ եմ անում, կարող է նաև շատերի դուրը չգալ, բայց այս շատերի դուրը գալու համար չէ, որ այս հաղորդումները անում եմ սիրելի հայրենակիցներ, կամ շատ ավելի մեծ ահռելի լսարան ունենալու համար, ինչ իմաստ եթե մեր լսարանը մի քանի անգամով ավելանա, շատերի սրտով խոսենք, բայց ընդհանուր առմամբ վնաս հասցնենք մեր երկրին։ Մեծ պատասխանատվություն եմ զգում իմ վրա, դրա համար փորձում եմ անկեղծ լինել, ավելի adekvat լինել, կրկնեմ, շատերի դուրը գալիս է թե չի գալիս, սա է իմ դիրքորոշումը։ Վճռական գնում ենք դեպի Եվրոպա, վճռական խորացնում ենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մաքսիմալ ձևով փորձելով չվնասել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրանք շատ մեծ վնասել կրել են Ռուսաստանի պատճառով մենք ուղղակի ազդեցությունը նվազեցնելու կարիք ունենք Ռուսաստանից եւ այդ ճանապարհով պետք է ընթանալ։ Փորձում եմ շատ նաև մանրամասն բացատրել, որպեսզի նաև այնպիսի մարդկանց շահարկումների առիթ չտան, որոնք որ միայն երազում են, որ սկսեն բամբասել եւ այլ հայտարարություններ անել։ Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել երեկ, երբ որ Վիտկոֆը, Կուշները եւ Վլադիմիր Պուտինը հանդիպում են ունեցել։ Փաստացի հայտարարությունների համաձայն ոչ մի բան, 5 ժամ քննարկում է եղել եւ որևիցե կոնկրետ արդյունքի չեն հասել։ Հետաքրքիր ձևով Մոսկվայում է գտնվում նաեւ Չինաստանի արտգործ նախարար Վան Ին, հիշում ենք Դոնալդ Թրամփը մի քանի անգամ խոսել էր Սի Դինպինի հետ, որովհետեւ Սի Դինպինը եւս ներգրավի ռուս-ուկրաինական բանակցությունների մեջ։ Հիմա էլ պատահականություն է թե չէ, Մակրոնն է այցելում նաեւ Չինաստան, Չինաստանի հետ հետաքրքիր կապեր կա եւ փորձում են կապեր զարգացնել Եվրամիությունը, Եվրամիության երկրները, նույն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան խոսում են վտանգների մասին Չինաստանի մասով, բայց նույն ժամանակ ասում են, որ շատ կարեւոր է լավ խորը հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ։ Փաստացի հիմա շատ բան է կախված Չինաստանից։ Ռուսաստանը առանց Չինաստանի չի կարող հարձակվել եվրոպական երկրների վրա եւ Ռուսաստանին միակ զսպելու միջոցը, չասենք միակը լավ, բայց հիմնական զսպելու միջոցներից մեկը նաեւ Չինաստանի հետ պայմանավորվելն է։ Եվ կարծում եմ դա է անում ինչ որ միտեղ Եվրոպան, քանի որ տեսնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա կարող է եւ հույս չկարողանա դանել այն ձև, ինչպես որ կարող էր նախկինում, այսինքն կա կասկած, եւ քանի որ կա կասկած, իրենք պետք է փորձեն Չինաստանին ներգրավել եւ Չինաստանի միջոցով նաեւ ստաբիլություն մտցնել Եվրոպայի համար։ Այսքան բարդ է իրավիճակը, Մարկո Ռուբիոն եւս հայտարարություններով է հանդես եկել այդ բանակցություններից հետո եւ նա ասում է, որ 30-50 կիլոմետրի մասին է փաստացի խոսքը, որի շուրջ չեն կարող պայմանավորվել ուկրաինացիները եւ ռուսները եւ Դոնբասի մնացած 20% այդ տարածքի մասին է, որը որ նույնպես Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայի։ Այսինքն հիմնականում մնացած հարցերի շուրջ պայմանավորվել են, բայց ահա այդ հարցերի շուրջ չի ստացվել պայմանավորվել։ Դեռ պետք է հետևենք իրադարձությունները, թե ինչպես կզարգանան, հնարավոր է սրանցած զարգացումներ լինել, ինչ չեմ բացառում, բայց այս պահի դրությամբ ահա այդպես է ամեն ինչ։ Թրամփը նաև հայտարարել է, որ կարող է սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում թմրանյութ տեղափոխող այդ մեքենաներին, ասենք, նավերին հարված հասցնում էին, այսինքն ցանկացած տրանսպորտի, որը կկասկածվի թմրանյութեր տեղափոխման մեջ։ Այսինքն Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը կարծում եմ կամաց արդեն տրվում է։
Սա է, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ այն իրավիճակը, որը մենք ունենք Հայաստանում, Հայաստանի շուրջ, ինչպես նաև ամբողջ աշխարհում։ Առողջություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։